Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ, նախաձեռնությունը օմբուդսմեն Անահիտ Մանասյանինն էր։ Առանցքում հանրային աղմուկն է որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ։ Աղմուկը պարզապես տհաճ ձայն չէ, այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունների համաձայն ճանապարհային ակտիվ երթևեկություն ունեցող քաղաքների բնակիչները 25%-ով ավելի հաճախ են դեպրեսիա ունենում։ Միջազգային օրացույցում ապրիլի 25-ը ամրագրվել է որպես աղմուկի դեմ պայքարի օր։ Յուրաքանչյուր երկիր իր հերթին ձեռնարկում է հնարավոր միջոցներ հանրային աղմուկը նվազեցնելու և կառավարելի դարձնելու համար։ Հայաստանը ևս բացառություն չէ։ Խորհրդարանը գործող կարգավորումների կողքին առաջարկում է օրենսդրական նոր լուծումներ։ Աղմուկի դեմ պայքարում համակողմանի լուծումներ ունենալու համար հանձնաժողովը լսումներին հրավիրել է պետական գերատեսչությունների ու քաղաքասարակության ներկայացուցիչների։ Հանրային աղմուկին առնչվող բողոքները տարաբնույթ են Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում, հատկապես մայրաքաղաքում տեղակայված հանրային սննդի և ժամանցի կետերից, հատկապես գիշերային ժամերին հնչող բարձր երաժշտություն, աղմուկ ուղեկցող շինարարական աշխատանքներ, տրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով առաջացող աղմուկ, ընդհանրապես համակեցության կանոնների խախտման բազմաթիվ դրսևորումներ։ Եվ ստեղ մի հարց է առաջանում, արդյոք մենք կարևորում ենք հանրության իրավունքը և առողջությունը, թե ավելի շատ կարևորում ենք անհատի զվարճանալու կամ իր կոնկրետ ինչ-որ մի գործը անելու իրավունքը։ Այստեղ այլ կարծիք չկա, նշում է պատգամավորն ու հավելում, աղմուկի տարաբնույթ դրսևորումները խախտում են քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Ըստ էության ձայնը, որպես արտաքին ազդեցության գործոն, ազդում է մեր բոլորի օրգանիզմի վրա։ Եվ եթե ձայնը գերազանցում է գիտության կողմից որոշված այդ նորմերը, այն կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր առողջության վրա։ Այսօր մեր երկրի խորհրդարանում ակտիվ քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն, որի հեղինակներն են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Սերգեյ Բագրատյանը։ Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ավտոմեքենաների լրացուցիչ ուժեղացուցիչներից և բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը խախտում է հասարակական անդորրը, հատուկ ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների ազդանշանային արձագանքելն ու երթևեկելը, փոփոխություններով նախատեսվում է, որ նման դեպքերն ունեն ավելի խիստ օրենսդրական արձագանք։ Աղմուկի սահմանված մակարդակը գերազանցելու դեպքում մի շարք իրավակարգավորումներ են նախատեսված նաև վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով։ Լսումների նպատակն է նաև համատեղ դիտարկել կա արդյոք լրացուցիչ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն։ Եթե կա այդ անհրաժեշտությունը, ապա նաև առաջարկի համար բաց ենք միասին նաև քննարկելու, լրացնելու այդ նախաձեռնությունը, որպեսզի մենք այս խնդիրը կարողանանք շատ ավելի հիմնավոր կարգավորել։ Աղմուկի դեմ պայքարում անհրաժեշտ է համալիր կոշտ մոտեցում, խորհրդարանական ամբիոնից հայտարարեց մարդու իրավունքների պաշտպանը։ Բազմաթիվ են նաև շինարարական աղմուկի հետ կապված խնդիրները, օրինակ մենք դիմում բողոքներ ենք ունեցել նույնիսկ հանգստյան օրերին, օրինակ շաբաթ կամ կիրակի օրը առավոտյան ժամը 7:45-ից սկսած շատ լուրջ շինարարական աշխատանքներ կատարելու, որը խաթարել է պարզապես քաղաքացիների անդորրը։ Մեր երկրի առողջապահության պատասխանատուի համոզմամբ էլ շատ դեպքերում աղմուկի հետ կապված մեզանում առկա ոչ պատշաճ վարքագիծը դժվարացնում է դրա նկատմամբ կոնկրետ վարչարարություն իրականացնելը։ Նման լսումները օգնում են, ինչպես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտադրել, նախ մեր քաղաքացիներին եւ հանրությանը տեղեկացնել, թե ինչպիսի ազդեցություն ունի աղմուկը մարդու օրգանիզմի վրա, առողջության վրա, նրա հոգեկան անդորրի վրա եւ կենսագործունեության վրա։ Նախարարը նշեց, որ 2024 թվականին հանրային առողջության մասով օրենսդրությունն ամբողջությամբ վերանայվել է, որտեղ նաև կարգավորումներ են ներառվել աղմուկի վերաբերյալ ու ընդգծեց, որ այժմ կարիք կա կոնկրետ ենթաօրենսդրական ակտերով կարգավորելու տարբեր վայրերում աղմուկի սանիտարահիգենիկ նորմերը, թույլատրելի շեմերը եւ չափորոշիչները։ Միայն ոստիկանությունում լրության կանոնները խախտելու դեպքերով 2024 թվականին ստացվել է 1044 բողոք։ Մի քանի ժամ տևած լսումներն ընթացավ հարցու պատասխան
համապատասխանի ձևաչափով։ Առանցքում աղմուկի դեմ իրականացվող պայքարի ծրագրերն էին, դրանց արդյունավետությունն ու այդ համատեքստում պետական քաղաքականությունը։